այսօր վերջին օրն էր, որ փաստաթղթերը հանձնում էին եւ ձեր կարծիք ընդհանուր առմամբ գնահատելով, հա, այս իրավիճակը թեպետ քարոզարշավը չի մեկնարկել, բայց ոչ պաշտոնապես կարելի ասել, որ լավ էլ մեկնարկել։ Որ Երևանը չխառնի եւ վերադաս կառույցները, ամեն ինչ հանգիստ է մեզ մոտ։ Խառնողը Երևանն է, Երևանի վերադաս կառույցները։ Հասկացաք։ Մեր մոտ շատ հանգիստ է, շատ լավ է, ժողովուրդը հանգիստ, նորմալ։ Վերադաս կառույցները ասելով նկատում եք կառավարություն։ Գիտեք դուք, էլ չհասկանալի է ինչ եմ ասում։ Այնքան պարզ ասեցի, որ էլ նորից հիմա մի հատ էլ ասակ, որ կաբինետը ինչ է գրած վրա են բան։ Էլ հարց ունես։ Ընդհանուր իրավիճակը Շատ նորմալ, հանգիստ, խաղաղ, եկեղեցիները, մարդիկ լավ իրար հետ, բարի դրացիական հարաբերություններով։ Ասում եմ, Երևանը չխառնի, վերջ, Երևանի վերադասը։ Ուրիշ մնացածը շատ լավ է։ Ասա։ Շարունակում է նաև Նազելի Բաղդասյանը, նախկին մարզպետը, Չեմ ճանաչում, չեմ ճանաչում։ վարչապետի մամուլի խոսնակն է, նաև առաջադրվել Այդ մամուլի խոսնակը լավ որ գալիս ավականի է դառնում։ ասել է, որ թեժ է լինելու։ Բայց այդ մամուլի խոսնակը, այդ հսկայական պաշտոնը թողել եկել այստեղ ավականի է դառնում, զարմանալի է։ Ուրեմն տակը յենտատեքստ կլինի, պետք է մտածենք, սպասենք մի քիչ կերևա ամեն ինչ։ Իրան չեմ ճանաչում, իր մամային ճանաչում եմ։ Քաղաքական այս ճնշումների հետ կապված վերջին իրադարձությունների հետ կապված Ուրեմն ընդհանրապես թող Հայաստանի Հանրապետությունում ընդրվեն աստվածավախ, հայրենասեր, խիղճ ունեցող, հայրենիք սիրող մարդիկ։ Իսկ այդ մնացածը թող հեռենան այս Հայաստանից, ուրիշ ոչ մի բան։ Եթե այդպես եղավ, ամեն ինչ լավ կլինի։ Հաջողություն։